Ազգային իշխանած Պարով Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցի աշակերտները ողջունեցին «Իմ կյանքը» համայնքում աշակերտական փոխանակման ծրագրի այս տարվա մասնակիցներին։ Վանանդի դպրոցը հանրապետության այն 27 ուսումնական հաստատություններից մեկն է, որի աշակերտները մեկ շաբաթ այլ համայնքի բնակիչների հյուրն են եղել։ Իրենց հասակակիցների հետ դպրոց են գնացել, հյուրընկալ ընտանիքներում ապրել։ Մենք գնացել ենք նոր Երզկա, Արագածոտնի մարզ, մեզ հիմնականում այդ ծրագիրը շատ է դուր գալիս, որովհետև մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ, լավ շրջապատ, մեր գիտելիքը ավելանում է, մեզ նաև դուր է գալիս, որ ուրիշ գյուղերից կամ ուրիշ մարզերից մեզ մոտ են գալիս եւ մեր մշակույթով հետաքրքրվում են։ Հայրենաճանաչման, փորձի փոխանակման եւ համագործակցության հարթակ ապահովելու համար կյանքի կոչված ծրագիրը արդեն 4-րդ տարին է միավորում է Հայաստանի տարբեր մարզերի աշակերտներին, նրանց միջոցով բացահայտում բնակավայրերի առանձնահատկությունները։ Միջավայրին ինտեգրվելու լավագույն միջոց են Հայաստանի հյուսիսից հարավ մարզերում գտնվելը եւ հատկապես հյուրընկալ ընտանիքներում մեկ շաբաթ մնալը։ Մասնակիցների ոգևորությունն ու տպավորությունները այդ մասին են վկայում։ Սկզբից շատ էի վախենում, որովհետև դե գնալու եմ ուրիշ միջավայր, հետաքրքիր էր ծանոթանալ եւ առաջ անգամ ես գնացի Աբովյանի համար երկրորդ դպրոցը, շատ մեծ դպրոց էր, շատ հիասքանչ դպրոց էր, այնտեղ ծանոթացանք եւ ձեռք բերինք շատ ընկերներ։ Մեր դպրոց եկել են երկու աշակերտուհիներ Լիբանանից, Սիլվան եւ Այդան, նրանք մասնակցել են ազգային երկուպարի խաղողի ծեսին։ Մենք գնացել ենք ակադեմիական քաղաք 4 աշակերտներով, գնացել ենք Ստեփան Զորյանի տուն թանգարան, գնացել ենք Հաղարծին, որի կողքին կա այրված մի մեծ ծառ, մեզ այդ ծառը շատ դուր եկավ։ Մեկնարկած ճանաչողական այցերն ու մշակութային արժեք ներկայացնող վայրերի բացահայտումը հնարավորություն են տվել տեսնել այն, ինչ սովորաբար մնում է համայնքների ներսում, չբացահայտված։ Մեր դպրոցից մասնակցել է երկու աշակերտ, մեկը տղա, մեկը ես, գնացել ենք Աբովյանի երկրորդ հիմնական դպրոց, հիանալի դպրոց էր, մեզ այնտեղ հյուրընկալել էր շատ լավ, ընտանիքները շատ լավ են, դպրոցը ամենից շատ լավ էր, մենք ունեցել ենք շատ անմոռանալի օրեր։ Ես քննացել եմ ընդի, որ լավ հիշողություններ պիրեմ իմ հետ։ Չնայած թեկուզ կարճ, բայց նոր միջավայրին հարմարվելը բոլորի համար չէ, որ հեշտ է եղել, բայց ուսուցիչների հետևողականությունն ու ընտանիքների աջակցությունը նպաստել են, որ աշակերտները զարգացնեն սոցիալական հմտություններ, ինքնուրույնություն եւ միջանձնային հաղորդակցություն։ Առհասարակ սա պետք է երեխաների սոցիալականացման հարցը առաջ տանելու համար եւ կարեւորը այն է, որ նույն ծնողներն են մտերմանում։ Այստեղ հարցը միայն տնօրենները չեն, այստեղ ընտանիքներն են իրար հետ մտերմանում, բարեկամանում են եւ մինչ այսօր կապ են հաստատում իրար հետ։ Ամեն տարի մասնակցում ենք ծրագրին մեծ ոգևորությամբ, մեծ տպավորություններով։ Ծրագիրը նպաստում է եւ հայրենաճանաչությանը, եւ համագործակցությանը, եւ երեխաները մեծ տպավորություններով վերադարձել էին այս տարի, մասնակցել ենք աշտարակի դպրոցի երեխաներին ենք վերել մեր դպրոց եւ մեր դպրոցի երեխաները գնացել էին աշտարակի դպրոց։ Ծրագրին ներգրավում են թե քաղաքային, թե գյուղական համայնքների դպրոցները։ Անցած տարի ամփոփիչ միջոցառումը անցկացվել է Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղի դպրոցում։ Իսկ այսօր Ջրափիի դպրոցականները Գյումրիում մասնակցեցին ծրագրի այս տարվա ամփոփմանը։ Գյումրիում միակ դպրոցն է թիվ 41 դպրոցը, որը ընդգրկված է ծրագրին, թերևս նաև դրանով է պայմանավորված, որ այս տարի ծրագրի ամփոփումը անում ենք հենց Գյումրու թիվ 41 դպրոցում։ Մենք հրավիրել ենք տարբեր դպրոցի տնօրենների, որոնք մեկ կարևոր միտք ունենք՝ շահագրգռել, շահադրտել, մոտիվացնել նաև նրանց, որպեսզի մասնակցեն իրենք եւս այս ծրագրին։ Այս ծրագիրն իր մեջ ամփոփում է, կարելի է ասել, մեր նաև հանրապետական պետական չափորոշում ներդրված շատ գիտելի կարողություններ, կարողունակություններ, որովհետև սովորում են իրարից, պրպտում են, գտնում են, ընկերանում են, փորձում են նոր հնարավորություններ, իրենց են փորձում տվյալ համայնքում։ Ծրագիրը հնարավոր է դառնում միայն աշակերտների ցանկությամբ, ծնողների համաձայնությամբ եւ համայնքի նախաձեռնողականությամբ։ Հյուրընկալ ընտանիքներում երեխաների բնակության, ճանապարհի եւ ընթացիկ ծախսերը հոգում է համայնքը, դպրոցը եւ ընդունող ընտանիքները։ Հաջորդ տարվա ծրագրում փոխվելու են ուղղությունները եւ ներգրավվելու են նաեւ այն դպրոցները, որոնք դեռևս չեն մասնակցել փոխանակման ծրագրերին։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։